Ստորև ներկայացված է Բրանկո Մարցետիչի «Դոնալդ Թրամփը. պատերազմների գերագույն հրամանատար» վերլուծական հոդվածի հայերեն թարգմանությունը։ Հեղինակը քննադատական հայացք է նետում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի արտաքին քաղաքականությանը, մասնավորապես Իրանի դեմ ռազմական գործողություններ սկսելու որոշմանը։ Մարցետիչը պնդում է, որ պատերազմը ոչ միայն անիմաստ եւ վտանգավոր էր Միացյալ Նահանգների շահերի տեսանկյունից, այլև հակասում էր հենց Թրամփի նախընտրական խոստումներին որպես խաղաղարար։ Հոդվածը քննարկում է ձախողված դիվանագիտությունը, Իսրայելի դերը պատերազմի հրահրման գործում, ինչպես նաև այն հետևանքները, որոնք սպասվում են տարածաշրջանին եւ ամերիկացի զինծառայողներին։ Այս տեքստը կոչված է ներկայացնելու այլընտրանքային տեսակետ ամերիկյան արտաքին քաղաքականության եւ նրա որոշումների հետևանքների վերաբերյալ։ Հեղինակ Բրանկո Մարցետիչ։ Այս թարգմանության արտահայտված տեսակետները պարտադիր չէ, որ արտացոլ են շահումյան կազմակերպության տեսակետները։ Դոնալդ Թրամփը պատերազմների գերագույն հրամանատար։ Հեղինակ Բրանկո Մարցետիչ։ Միացյալ Նահանգները հարձակվում է Իրանի վրա, քանի որ Դոնալդ Թրամփը վճռական էր ներքաշել մեզ պատերազմի մեջ, անկախ ամեն ինչից, եւ չնայած բազմիցս պնդում էր, որ ճիշտ հակառակն է անելու։ Եվ վերջապես նրանք դա արեցին։ Մերձավոր Արևելքում Միացյալ Նահանգների վարած բոլոր անիմաստ, անպետք պատերազմներից, այն, որը այսօր սկսեց Իրանի դեմ, կարող է դառնալ ամենաանիմաստն ու անպետքը։ Սա պատերազմ է, որի կարիքը չկար, նույնիսկ այն վարող մարդը կարծես չի հասկանում, թե ինչու է այն սկսել։ Իհարկե Թրամփն էր, որ սկսեց այս պատերազմը, Թրամփը խաղաղարարը, Թրամփը գլխավոր գործարարը, Թրամփը, ում քաղաքական վերելքը հիմնված էր Ջորջ Բուշի կործանարար իրաքյան պատերազմի քննադատության վրա, ով անդադար զգուշացնում էր, որ իր քաղաքական հակառակորդը պատերազմ կսկսի Իրանի հետ։ Թրամփի այս պաշտոնավարման ամբողջ մարտավարությունը եղել է անել ճիշտ հակառակն այն, ինչ խոստացել էր մարդկանց, լինի դա խոսքի ազատությունը ոտնահարելն ու ինտերնետային գրաքննությունը խստացնելը, կամ Medicaid-ի եւ սոցիալական ապահովման համակարգը քայքայելն ու մարդկանց կյանքը թանկացնելը։ Այժմ նա կարող է այդ ցանկին ավելացնել Միացյալ Նահանգները Մերձավոր Արևելքում եւս մեկ արյունալի պատերազմի մեջ ներքաշելը, որպես վերջին միջնամատ ընտրողներին, ովքեր գուցե չէին սիրում նախագահի ասած կամ ներկայացրած ամեն ինչը, բայց անկեղծորեն հավատում էին, որ նա գոնե կպահի այս մեկ խոստումը։ Եկեք հստակ լինենք այս հարցում։ Միացյալ Նահանգներն այս պատերազմում է, քանի որ Թրամփը վճռական էր երկիրը դրա մեջ ներքաշելու հարցում, անկախ ամեն ինչից։ Թրամփի այն սկսելուց ընդամենը ժամեր առաջ Օմանի արտգործնախարարը, որը միջնորդում էր 3 տեղի ունեցած միջուկային գործարքի վերաբերյալ վերջին րոպեի բանակցություններում, բացահայտեց իրանցիների արած հսկայական զիջումները, ոչ միայն համաձայնություն չկուտակել Ուրան, ինչը անհնարին կդարձներ ռումբի ստեղծումը, այլ նաև նոսրացնել իրենց ներկայումս ունեցած Ուրանը եւ համաձայնել միջուկային էներգիայի միջազգային գործակալության տեսուչների կողմից լիարժեք ստուգմանը։ Այս զիջումները զգալիորեն գերազանցում էին այն, ինչ Բարակ Օբաման կորզել էր Իրանի հետ իր գործարքում, եւ դրանք զուգորդվում էին հստակ երդմամբ, որ Իրանը երբեք միջուկային զենք չի ունենա, ինչը նրա ղեկավարները տասնամյակներ շարունակ անընդհատ ասել են եւ բազմիցս կրկնել են վերջին շաբաթվա ընթացքում։ Դա նշանակություն չուներ։ Թրամփը շաբաթն անցկացրեց ստելով, որ իրանցիները հրաժարվում են այդ խոստումը տալ, եւ իր վերջին հրապարակային ելույթներից մեկում, պատերազմը սկսելուց առաջ, ափսոսանք հայտնեց, թե ինչպես են նրանք, ենթադրաբար, չկարողացել բավականաչափ առաջ գնալ բանակցություններում։ Թրամփը գործարք ուներ, եթե ցանկանար, եւ այնպիսին, որով կարող էր ամբողջ կյանքում պարծենալ, թե ավելի լավն է, քան Օբամայինը։ Բայց նա դա չցանկացավ։ Չկա մի տիեզերք, որտեղ այս պատերազմը ծառայի Միացյալ Նահանգների շահերին։ Հազարավոր ամերիկացի զինծառայողների կյանքն այժմ վտանգված է։ Մինչդեռ հարևան ծոցի երկրներում գտնվող ամերիկյան մի շարք բազաներ արդեն հարձակման են ենթարկվել իրանական անօդաչուների եւ հրթիռների կողմից որպես պատասխան գործողություն, քանի որ պատերազմը կտրուկ սրավել է եւ կես օրից էլ քիչ ժամանակում ընդգրկել հարևան պետություններին։ Կան նշաններ, որ Իրանը մտադիր է իրականացնել իր սպառնալիքը փակելու Հորմուզի նեղուցը, որով անցնում է համաշխարհային նավթի 20%-ը, եւ որը լավագույն դեպքում կբարձրացնի սպառողական ծախսերը եւ կվատթարացնի ԱՄՆ-ի գնունակության ճգնաժամը, որն արդեն Թրամփը անտեսում է, իսկ վատագույն դեպքում կհանգեցնի համաշխարհային ռեցեսիայի։ Եվ ինչի համար։
Շրջապատված, մեկուսացված եւ հեռավոր Իրանը լուրջ սպառնալիք չի ներկայացնում ամերիկացիներին, ովքեր ապրում են օվկիանոսներով բաժանված եւ պաշտպանված են ռազմական ուժով, որը ֆինանսավորվում է մոտավորապես 40 անգամ ավելի, քան Իրանը վերջերս ծախսել էր իր սեփական զինված ուժերի վրա։ Փաստացի, նայիմ երբ պատերազմը վերջապես սկսվել է, պատերազմի ջատավողները բավական ուրախ են ընդունել, որ Իրանը ռազմական առումով շատ զիջում է Միացյալ Նահանգներին։ Սա է պատճառը, որ Միացյալ Նահանգներն ու Իսրայելը վերջին տասնամյակում խուսափել են պատասխանատվությունից, երկրի վրա իրականացված ոչ սադրանքային հարձակումներից հետո, եւ բախվել են միայն ցուցադրական պատասխանատվությունների, որոնք մինչև անցյալ տարի ուշադիր ձևավորված եւ կանխարոշված էին, որպեսզի ռեժիմին թույլ տան պահպանել դեմքը, խուսափելով այն պատերազմից, որը չէին ցանկանում մղել։ Իրանը չունի ԱՄՆ-ի մայրցամաքին լրջորեն հարձակվելու ոչ մի միջոց, անկախ նրանից, թե որքան հաճախ են Թրամփն ու իր ծառաները ստում, թե ունի, եւ չունի զանգվածային ոչնչացման զենքերից որևէ մեկը, որոնք, ինչպես Ջորջ Բուշի խարդախ պատերազմի դեպքում Իրաքում, այժմ ծուլորեն կիրառվում են այս պատերազմն արդարացնելու համար։ Փաստորեն Իրանը պարզապես վերջինն է մի շարք համեմատաբար թույլ, առանց զանգվածային ոչնչացման զենքի պետությունների, որոնք հայտնվել են Վաշինգտոնի ռեժիմի փոփոխության նշանառության տակ 21-րդ դարում, ներառյալ Աֆղանստանը, Իրաքը, Լիբիան եւ ավելի վերջերս Վենեսուելան եւ Կուբան, մինչդեռ ատամները սրած Հյուսիսային Կորեան մնում է անվտանգ ԱՄՆ-ի հարձակումից եւ Թրամփը սիրային նամակներ է գրում նրա առաջնորդին։ Ինչպես այս մյուս երկրները, Իրանը չի ենթարկվում հարձակման, քանի որ սպառնալիք է Միացյալ Նահանգների համար, այն ենթարկվում է հարձակման հենց այն պատճառով, որ այդպիսին չէ։ Ահա թե ինչու Թրամփը եւ բոլոր մյուս նեոկոնները, ովքեր ոռնում էին այս պատերազմի համար, այս տարի մի պատճառաբանությունից մյուսն են անցել երկրի դեմ պատերազմն արդարացնելու համար։ Հիշում եք հունվարին, երբ Թրամփն ասաց մեզ, որ Իրանի կառավարությունը պետք է տապալվի, պաշտպանելու համար քաջ իրանցի քաղաքացիներին, որոնք սպանվում են իրենց կառավարության կողմից։ Հիմա տրամաբանությունը շրջված է, ամերիկյան զինվորականները պետք է սպանեն այս նույն իրանցի քաղաքացիներին, որպեսզի տապալեն նրանց կառավարությունը։ Իրանը չի ենթարկվում հարձակման, քանի որ սպառնալիք է Միացյալ Նահանգների համար, այն ենթարկվում է հարձակման հենց այն պատճառով, որ այդպիսին չէ։ Իսկ ինչու է պետք տապալել Իրանի ռեժիմը։ Անցյալ տարին նրա միջուկային հարստացման ծրագիրն էր, որը ըստ Թրամփի ինքը ոչնչացրել էր անցյալ հունիսին երկրի դեմ առաջին պատերազմը սկսելիս։ Անցյալ ամիս դա Իրանի ոչ միջուկային զենքերն էին, նրա բալիստիկ հրթիռների պաշարը։ Անցյալ շաբաթվա ընթացքում Թրամփը վերադարձավ միջուկային հարստացման թմբուկը ծեծելուն մինչև այս առավոտ, երբ նա որոշեց, որ իրականում փորձում է ժողովրդավարություն բերել իրանցիներին, մի գործ, որին նա արագ անցավ, ռմբակոծելով տարրական դպրոց եւ սպանելով գրեթե 100 փոքրիկ աղջիկների։ Պատճառը նշանակություն չունի, եւ Թրամփը եւ ռազմատեն ամբողի մնացած ամբողը հազիվ են անհանգստանում ձեցանել դա նշանակություն ունի։ Հաղորդվում է, որ 2 շաբաթ առաջ բարձրամակարդակի ազգային անվտանգության հանդիպմանը Թրամփը հարցրել էր իր կահայի տնօրենից եւ շտաբների պետերի Միացյալ կոմիտեի նախագահին Իրանում ԱՄՆ-ի ավելի լայն ռազմավարության վերաբերյալ իրենց կարծիքը, իհարկե մոռանալով, որ նախագահն է, որ սահմանում է ռազմավարությունը եւ զինվորական ղեկավարությունն այն պարզապես գործի է դնում։ Այլ կերպ ասած, Թրամփը գաղափար անգամ չունի, թե իրականում ինչի է փորձում հասնել այստեղ, ինչպես արդեն կարող ենք տեսնել նրա փոփոխվող պատճառաբանություններից, բանակցությունների նկատմամբ շիզոֆրենիկ մոտեցումից եւ նրա, որ արդեն խոսում է նահանջի ուղիների մասին։ Այսպիսով, ում շահերին է սա ծառայում։ Ակնհայտ պատասխանն է պատերազմամոր իսրայելական ղեկավարությունը, որը ընկնում է մի այլասրված նեո-աստվածաշնչյան երևակայության եւ նմանատիպ շատ այլ նեոկոնների ուղեղիներու, օգտագործելու Միացյալ Նահանգները մերձավոր արևելքը հողին հավասարեցնելու եւ մնացածը բռնակցելու համար։ Ինչպես CNN-ը հաղորդեց, պատերազմը սկսվել է հրյա Պուրիմի տոնի նախօրեին, որը պտտվում է աստվածաշնչյան պատմության շուրջ այսօրվա Իրանի սպառնալիքի մասին, որին Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ծանր անդրադարձ էր այսօրվա հարձակումների վերաբերյալ իր հայտարարության մեջ։ Իսրայելցի պաշտոնյաներն ասել են Reuters-ին, որ ոչ միայն Իսրայելն ամիսներ շարունակ ներգրավված է եղել այս պատերազմի պլանավորման մեջ, այլև պատերազմի այս խիստ խորհրդանշական ամսաթիվն ընտրվել է շաբաթներ առաջ, տող, որն այդ ժամանակվանից խորհրդավոր կերպով ջնջվել է զեկույցից առանց բացատրության։ Եթե դա ճիշտ է, դա ենթադրում է, որ ոչ միայն ԱՄՆ-ի դիվանագիտության անցած շաբաթը կեղծիք էր, այլև որ սա իսկապես իսրայելական պատերազմ է, աութսորսինգի հանձնված ամերիկացիներին, որպեսզի կռվեն եւ մեռնեն դրա համար։ Բենյամին
Բենջամին Նեթանյահուն ավելի քան 30 տարի փորձում էր Միացյալ Նահանգներին ներքաշել այս պատերազմի մեջ, ներառյալ բազմիցս, երբ թույլ եւ հիվանդ Ջո Բայդենը իշխանության ղեկին էր։ Սակայն միայն այն բանից հետո, երբ Թրամփը ստանձնեց պաշտոնը, նրա ցանկությունը կատարվեց, ապացուցելով, որ նա նույնիսկ ավելի մեկ գորգ է, որի վրա իսրայելցիները կարող են ոտքերը սրբել։ Այաթոլլահ Խամենեիի եւ իրանցի այլ բարձրաստիճան պաշտոնյաների մահվան մասին հաղորդումների ֆոնին Թրամփը ամենայն հավանականությամբ կփորձի այստեղ արագ հաղթանակ արձանագրել, գուցե նույնիսկ օգտագործի այն որպես միջոց դուրս գալու իր սկսած պատերազմից։ Դա կարող է ավելի հեշտ ասել, քան անել։ Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ստեղծած յուրաքանչյուր այլ ուժային վակուում վերածվել է քաղաքացիական պատերազմի եւ անօրինական անիշխանության, եւ նույնիսկ ԿՀՎ-ն կանխատեսել էր, որ Խամենեիին կհաջորդի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անդամներից կազմված էլ ավելի կոշտ գիծ քաշող ռեժիմ։ Մեկ այլ հնարավորություն իրանական կառավարության լիակատար փլուզումը կարող է հանգեցնել Լիբիայի ոճի անօրինական քաոսի էլ ավելի մեծ մասշտաբով, որտեղ երկիրը կդառնա ռազմատենչների բուծման հարթակ եւ ապաստան։ Երկու դեպքում էլ Թրամփը եւ ողջ Վաշինգտոնը կկանգնեին ընտրության առաջ, կամ ավելի խորացնել Միացյալ Նահանգների ներգրավվածությունը եւ ռիսկի դիմել ճահճացման, ապահովելու ԱՄՆ-ի շահերին նպաստող անցում, կամ պարզապես դուրս գալ եւ թույլ տալ, որ ինչ լինելու է լինի, ինչը կարող է նշանակել ապագա սպառնալիքներ ԱՄՆ-ի բազաների եւ Իսրայելի, ինչը այնուամենայնիվ կարող է նորից ներքաշել Միացյալ Նահանգները։ Թրամփը սկսեց այս պատերազմը, հիմնվելով Նիկոլաս Մադուրոյի առևկնման իր հաջողության վրա, սակայն սա շատ տարբեր գործողություն է, ընդդեմ շատ տարբեր երկրի։ Մենք չգիտենք, թե ինչ է սպասվում առաջիկայում, եւ ոչ էլ Թրամփը գիտի, որքան էլ որ նա հույս ունի, որ կարող է արագ եւ մաքուր ելք կատարել իր գործի դրած իրադարձություններից։ Մի բան հաստատ կարող ենք ասել, սակայն Թրամփը հեռու է նեոկոնների պատուհաս լինելու, ինչպես հույսով եւ հավատում էին նրա ամենանվիրված երկրպագուները։ Թրամփը գլխավոր նեոկոնն է։